Փառք Հիսուսին։ Մեր Աստված ամենազոր, հզոր, ամենակարող Աստված, ամեն։ Գիտես, որ աղոթում էինք, մի բան հիշեցի, մի քանի ծառայության առաջ։ Երբ որ մի կին, չգիտեմ ինքը դալիճում թե չէ, բերել էր, որ իր թորին աղոթեինք, ասավ, իմ երեխեն փոքր է, ինքը գիրկներ, ասավ, ընդհանրապես չի խոսում։ Ասում եմ, խնդրում եմ, աղոթեք իմ երեխեն խոսա։ Այդ օրը մենք ընդհանուր աղոթք էինք անում, բոլորի համար աղոթում էի, չգիտեմ կհիշեք, մի քանի երկու շաբաթ առաջ, որ հերթով բոլորի համար աղոթում էի, ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ես հավատում եմ, որ իմ Աստված ամենահզոր ու ամենակարող Աստվածն է, ամեն։ Ու գիտեք, երբ որ աղոթում է երեխայի համար ու հրճագեցի բժշկություն, հենց որ վերջում ասեցի ամեն, այդ երեխան գիտեք ինչ ասեց։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Երեխան որ չէր խոսում, գիտես, բայց այդ աղոթքի խոսքի մեջ այնքան զորություն կա, որ ով որ բռնել էր իր լեզուն, որ ինքը չխոսար, գնաց ու երեխան ասավ ամեն, թող այդպես լինի, պետքա խոսա։ Ամեն, մեր Աստված ամենազոր Աստված է։ Գիտես, կխնդրեմ, որ շուրգաս կողքինիդ ու ասես, թող Աստված խոսա քո հետ։ Թող Աստված խոսա քո հետ, սիրելիս։ Ամեն։ Թող Տերը խոսա քո հետ, լսես Տիրոջ ձայնը, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ նաև մեզ համացանցով հետևողներին, Տերը ձեզի շատ օրհնի, լավ բան ասա ու նստի։ Տերը քեզի շատ օրհնի, կարաս նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Շնորհակալություն փառաբանության թիմ ջան։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, անես քաղցր Աստծո ներկայություն կան, անես զորավոր է մեր Աստված։ Ամեն։ Ուզում եմ խոսքը սկսեմ վկայությունով, այս վկայությունը ես ստացել եմ երեկ, մի քանի շաբաթ առաջ աղոթքի ծառայությանը մեր քույրիկներից մեկը մի քույրիկ էր բերել, որ իր երեխու համար աղոթենք, երեխան վախի խնդիրներ ուներ, ինքը վախենում էր, չգիտեմ, ամեն ինչից վախենում էր, շնից վախենում էր, հա։ Գիտեք հետաքրքիր ինչն է, Աստված իմ ու քո մեջ դրել է, որ կենտանիները ինձանից ու քեզանից վախենան, ամեն, բայց այդ երեխան շնից վախում էր ու ես իր հետ խոսացու իր համար երեխու համար աղոթեցի, հետո քուրիկին ասի, դու ինչ կարիք ունես, քո համար ինչ աղոթեմ, չեմ հիշում ինքը ինչ աղոթեց, բայց մի բան եմ հիշում, որ Աստծո որ ոնց ասեմ, որ ասում Աստծո ներկայությունը կար բժշկություն ու հրաշքներ անելու համար, ամեն, ու երբ որ իր համար աղոթում էի, Աստծո զորությունը կար իր կյանքի համար պատղաբերություն եմ հրճագում, պատղաբերեղնի իր կյանքի բոլոր բնակավարում, ես չգիտեմ ինչ եմ անում, բայց Տերը գիտի, ու գիտեք երեք վկայություն ա գցում, ուղարկում ա մեր քուրիկներից մեկին, ու մեր քուրը նույն վկայությունը ուղարկել են, ու գիտեք ինչ ասում մենք ահագին ժամանակ, երկար ժամանակ երեխա չէինք կարող ունենանք, ու գիտեք կարևոր է, խնդիր իր մեջ չէր, խնդիրը ամուսնու մեջ էր, բայց Աստված տարածությունից ու ժամանակից դուրս Աստված ամեն, երբ որ դու աղոթում ես, կապ չունի այդ մարդը տեղա թե տեղ չի, Տերը այն հազարավոր կիլոմետրներ հեռու էլ իրան կբնում է, գիտեք վկայություն ուղարկել է, որ արդեն բալիկ են սպասում, փառք Հիսուսին։ Հալելույա։ Մեր Աստված ամենակարող ու ամենազոր Աստված է, սիրելիս։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եկեք միասին բացենք առաջին Թագավորաց 15-րդ գլուխ։ 10-րդ խոսքից։ Այստեղ են տեղն է, մի քիչ կանցնեմ, հա, այստեղ են տեղն է, որտեղ Աստված Սավուղին ուղարկում է, որպեսզի գնա ամաղակեցիներին վերացնի, ոչնչացնի ու ասում է բոլորին կկոդորես, իրանց կենտանիներն էլ հետը, ոչխարներն էլ, բոլորն էլ ամեն ինչն է կկոդորես, ոչ մի բան քո հետ չվեկալես, ու տեսեք ինչա տեղի ունենում։ Եվ Տիրոջ խոսքը Սամուելին եղավ ասելով. Զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետև ինձանից ետ դառավ եւ իմ խոսքը չկատարեց։ Տեսեք, գիշերվա տեսիլքով, թե երազով, Աստված խոսում է Սամուելի հետ, մարգարեի հետ, ու տեսեք ինչ է ասում. Զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել։ Գիտեք ինչի համար, որովհետև ինձանից ետ դառավ եւ իմ
եւ իմ խոսքը չկատարեց։ Ծանոթ բանած է սիրելիս։ Երբ որ ինչ-որ մի բան անում ես մեկի համար, ու հետո նենց է պատասխանում, որ դու քո արածից փոշմանում ես։ Որ իման այդ դենց կեղներ էլ չի անի, հա, բայց դու լավ բան ես անում, փորձում ես իր համար լավ բան անես, ու իրականում դու լավ բան ես արել, բայց ինքը իրան նենց է պահում, որ փոշմանում ես, որ իր համար լավ բան ես արել։ Օրինակի համար, երբ որ մարդիկ գալիս են ինչ-որ ֆինանս են ուզում, մի քիչ փող դուր, այս պարտքիցս բրձնեմ, всё, էլ ես պարտքով փող չեմ վերցնի։ Օգնում ես։ Մի քիչ մի որոշ ժամանակ հետո արդեն տեղը գիտի ումից կարա գա, կամ մամայից կամ պապայից գալիս է, մամ մի քիչ փող դուր, մի քիչ չգիտեմ, վերցնում է, էլի տալիս ես, ու գիտես sense դու մտածում ես թե հայ երեխեն ա ոնց չդամ, չէ, սիրելիս, դա դենց չի։ Գիտես խիչ ես կարում, որ հանկարծ չասի մամայից կամ պապայից ֆինանս ուզեցի, մաման ու պապան ֆինանսով չօգնեցին։ Այ երբ որ չդաս, այ երբ որ ասես չէ, գնա աշխատի սովորի, ինքը աշխատող կդառնա։ Գիտեք ինչ կան եմ տեսել տարիքով մարդիկ, որ պապան են 90-ական թվականներին իրանց պապան լավ պաշտոնյա եղե, իրանք ընդհանրապես չեն աշխատել, հիմա պապան էլ չկա, պապան մեռ է գնացել է, իրանք էլի չեն աշխատում, որովհետև սովոր չեն աշխատելու։ Այստեղ տեսեք Աստված ինչ ասում, զղջացել եմ, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետև իմ խոսքը չի պահել, Սավուղը ինձանից ետ դարե, լավ ոնց ետ դարավ, իմ խոսքը չպահեց։ Սիրելիս, եթե դու Աստծո խոսքը չես պահում, իմացի Տիրոջից սկսել ես ետ դառնալ, մեջքով ես կանգնել Տիրոջին ու սկսել ես Տիրոջը հագարակ բաներ անել։ Իսկ երբ ես դու Տիրոջը հագարակ բաներ անում, երբ որ Տիրոջը արդեն հագարակ ես կանգնած, Տիրոջ խոսքը չես անում։ Եվ տեսեք ինչ է տեղ ունենում։ Եվ Սամուելը տրտմեց ու բոլոր գիշերը Տիրոջը աղաղակեց։ Աղաղակում էր, որ զղջա, էլի հանգարց խնդրում եմ, էլի չկպնես, ողորմած եղի, ոնց որ Աբրահամն էր, հա, աղոթում։ Կհիշեք, Աբրահամի ու ներողություն չէր աղոթում, այլ դիսկուսիայի մեջ էր մտել Տիրոջ հետ ու ասում էր, որ մի 50 արտար գտնես, կխնայես այս քաղաքը, հա, կխնայեմ, որ 40 գտնես, կխնայես, հա, կխնայեմ, որ 30 գտնես, կխնայես, հա, կխնայեմ, եթե գտնեմ, կխնայեմ։ Ու այստեղ տեսեք ինչ ասում, Սամուելը աղաղակում է Տիրոջը, որ Տերը խնայի Սավուղին։ Բայց որ շարունակությունը կարտած, կտենաս, որ ասում է, եւ Տերը ամենակարող Իսրայելի ապավենը մարդ չի, որ սուտ խոսա եւ չի զեղչում։ Արդեն իր որոշումը կայացրել է Տերը։ Տերը արդեն իր որոշումը կայացրել է։ Ինչ աստիճանի է արդեն Սավուղ իր չափերը անցել, որ Աստված իր որոշումը չի փոխում։ Բայց գիտեք, չէ, Աստված մենակ մեղքի հետ կոմպրոմիսի չի գնում։ Ապաշխարող մարդուն ներում է։ Ապաշխարող մարդուն ներում է։ Իսկ այստեղ հստակ խոսում է մի բանի մասին, որ հեսա ես ու դուք անցնենք կտենակ, որ Սավուղի մեջ ապաշխարությունը չկար։ Գիտեք ինչի, որովհետև ինքը իրան էր սիրում։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ, դու քեզ ես սիրում։ Այսօրվա խոսքի վերնագիրն է, դու քեզ ես սիրում։ Եվ շարունակությունն էս է։ Եվ Սամուելը առավոտից կանուղ վեր կացավ, որ Սավուղին դիմավոր է, եւ Սամուելին իմաստվեցին ասելով. Սավուղը եկել է Կարմեղիոս, եւ ահա իր համար հաղթանակի կոտող է կանգնեցրել, եւ այնտեղից դառնալով անցավ եւ իջավ Գաղգաղա։ Հələ հերիք չի փոշմանել ինչ արե, հերիք չի զղջում իր արածից, հետնել եկել է, մի հատ իրան հաղթանակի կոտողա կանգնացրել, հավեսով տեսեք կինոյի տղեն եկել է, հաղթ է եկել է, ու դենց է գնացել շարունակությունը, գնացել Գաղգաղա, որ մի հատ էլ ընդե ցույց տա, որ տեսեք եկել եմ, տղեն հաղթանակած եկել է, կինոյի տղեն է։ Եվ Սամուելը Սավուղի մոտ գնաց, եւ Սավուղը նրան ասեց. Տերից նորնյալ լինես, շարունակությունը, Տիրոջ խոսքը կատարեցի։ Մի րոպե, մի բան ստեղ են չի, մի վարյան։
Ախր 10-րդ խոսքում մենք կարդում ենք, ընդ գրած է, որ Սավուղին զղջացել են, որ թագավոր եմ արել, ինչի, որովհետև իմ խոսքը չի կատարել։ Այստեղ Սավուղը իր բերանով ասում է. Տիրոջից օրինալ լինես, ես Տիրոջ խոսքը կատարեցի։ Նման բան է ժողովուրդ։ Աղոթքի ծառայությունը խոսում էինք հայր մեր աղոթքի մասին ու խոսում էինք մի տեղ աղոթքի մեջ մի տեղ կա մի դրվագ կա, որ ասում է եւ թող քո կամքը լինի երկրում ինչպես երկնքում է։ Եվ թող քո կամքը լինի իմ կյանքում, ոնց որ ես եմ ուզում, թե ոնց որ քո կամքն է։ Մի ընտանիք երեգեմ ահագին ժամանակ առաջ, մի երկու շաբաթ առաջ մի ընտանիք եկել էր, որի հետ խոսար, խնդիր ունեին, հասել էր այն աստիճանի ծայրահեղության էր հասել, որ արդեն իրանք նույնիսկ բաժանվում էին, իրար երես չէին ուզում տենային, ավելի ճիշտ ամուսինը։ Գիտեք ինչի, ամուսինը միշտ Տիրոջ կամքի մեջ էր, միշտ, ինքը միշտ Տիրոջ կամքի մեջ էր, ինքը մեղավոր չէր, Տեր ջան, սա քո ամեն ինչ քո կամքով է, բաժանվում էին։ Հասել էին ասել այն աստիճանի, որ կնոջը հարցնում եմ, ուզում ես բաժանվես։ Կինը ասում է, չէ, չեմ ուզում, ես աղոթում եմ, պայքարում եմ իմ ընտանիքի համար, ես չեմ ուզում բաժանվեմ։ Ամուսնուն եմ հարցնում, ուզում ես բաժանվես։ Եվ պատասխան, մի հատ չգիտեմ, գլուխ գործոց, Տիրոջ կամքը լինի։ Երկրորդ անգամ եմ հարցնում, ուզում ես բաժանվես։ Եղբայր, ամեն ինչ Տիրոջ կամքով։ Ինչի ես քու որոշումը, այն որ դու արդեն որոշել ես հստակ, որ դու բաժանվելու ես, շարը քծես կներես ես բարի համար։ Աստծո վրա ասելով, որ երև դե Տիրոջ կամքը չէր, որ միասին ապրենք, Տիրոջ կամքն էր, որ բաժանվենք։ Լուրջ եք ասում։ Ու մենք ասում ենք, մենք Տիրոջ խոսքը կատարեցինք, չէ, գիտես, եղբայր իրան էր սիրում, ինքը ոչ իրան, ոչ իր կնոջը, ոչ իր ընտանիքը, ներողություն, ոչ իր երեխեքին չէր սիրում, մենակ իր համար լավ եղնի, մենակ իմ համար լավ եղնի։ Մարդիկ կան, որ գալիս են խոսում են, ուզում ես հասկանաս, ասես ուր է ստանում, էլի, ու ամեն ինչ ինքը փորձում է նենց բերի հասցնի, նենց մի հատ սենց շեղի, որ դու լսես ու ասես, հա դա էս եղբայրի երևի ճիշտ է, բայց գիտես իրականում, եթե այս մյուս կողմից նայես դրվագին, կհասկանաս, որ մարդը ընդամենը իրան է սիրում, ուզում է իր համար լավ եղնի, իր համար միևնույն է, որ իր արածի պատճառով քո համար է կարող վատեղնի, բայց կարևորը իր համար լավ եղնի։ Ու այստեղ հենց այստեղն է, որ Սավուղը արել է ամեն ինչ, որ իր համար լավ եղնի։ Որ ժողովուրդը իրան գովան, որ գա կոտող կանգնեցնի, որ բերի, չգիտեմ, արջարները կամ խոհերը, ոչխարները բերի, որ ամեն ինչ լավ լինի։ Եվ հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Երբ որ խոսքը ասում է, եւ Տիրոջ խոսքը կատարեցի, ուշադիր նայեք 14-րդ խոսքին։ Եվ Սամուել ասեց. ապա այս ոչխարների ձայնը ինչ է, որ գալիս է ականջներից։ Եվ արջարների ձայնը, որ ես լսում եմ։ Բա որ Տիրոջ խոսքը կատարել ես, այս ինչ գառների ձայնա, ոչխարների ձայնա, այս ինչ արջարների ձայնա, այս ինչ հորտիկ կամ ցլիկ է գոռում, այս ինչ գառամը գկում, բա որ Տիրոջ խոսքը կատարել ես, ինչի ես, այս ամենը որտեղից է գալիս։ Եվ Սավուղն ասեց. ամաղակեցիներից բերեցի նրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավ ոչխարները եւ արջարները, որ քո Տեր Աստծուն զոհ մատուցանեմ, իսկ մյուսներին փճացրեցի։ Այն ժամանակ Սամուել ասեց Սավուղին. սպասիր, որ պատմեմ, ինչ որ Տերը այս գիշեր ինձ հետ խոսեց, եւ նա ասեց. խոսիր։ Սավուղ, բա որ Տիրոջ խոսքը պահել ես, այս ինչ ձայն է գալիս։ Ասեմ, ուրեմն լավերը, մեջի լավերը վերցրել եմ, որ Աստծո համար զոհ մատուցեմ։ Պետք է ասեն, այս ինչ տղա է։ Այս ինչ տղա է, խելացի բան ես ել։ Տես, ես այդքանը չի ասեի, ֆայմս չէր տարել երևի քեզի այդքանը ասեի, որովհետև Աստված ինձ չէր պատվիրել քեզ դենց բան ասելու, բայց եթե դու այդքանը ֆայմել ես, այդքանը արել ես, մալադեց, սրան էր սպասում Սավուղը, որ ես պետք է ասի, ու շարունակությունը գիտեք ինչ է, ասում է հիմա սպասի, քեզ ասեմ այն, ինչը որ Տերը այս գիշեր ինձ ասել է, ու շարունակությունը հետաքրքիր ասում է, խոսիր,
Դե ասա, երևի սենց, չգիտեմ, ոտը բարձր տեղ դրած, սպասում է, որ հեսա կսկսեն իրան գովելը։ Եվ Սամուելն ասեց. ահա դու, որ քո աչքերին փոքր էիր երևում, Իսրայելի որդկանց ցեղերի գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր ոցեց, եւ Տերը քեզ մի ճանապարհով ուղարկեց ասելով. գնա այն մեղավոր ամաղագեցիներին նզովիր եւ նրանց դեմ պատերազմիր, մինչեւ որ նրանց բնաջին ճանես, եւ ինչու համար չլսեցիր Տիրոջ ձայնը եւ ավարի վրա հարձակվելով Տիրոջ առաջին չարություն արիր։ Տերը քեզի ասել էր, որ կգնաս, կանես այն ինչը որ ես քեզ ասել եմ, կգնաս մեղավոր ամաղագեցիներին բնաջինջ կանես, այն որ դու երազումդ նույնիսկ չէիր պատկերացնում, քո աչքին շատ փոքր, չերևացող մի մարդն էր, բայց Աստված պատվեց քեզ, Աստված քեզ դրեց Իսրայելի ժողովրդի վրա թագավոր, բայց ինչի ասում է Տիրոջ ձայնը չլսեցիր, ինչու Տիրոջ ձայնին ականջ չդրեցիր ու արեցիր այն ինչը որ պետքա չանեիր, եւ Տիրոջ առաջ չարություն արեցիր։ Ու երևի Սավուղի վրա սառը քրդին կա պատվում։ Եվ Սավուղն ասեց Սամուելին, թե Տիրոջ ձայնը լսեցի, եւ Տերն ինձ ճանապարհով որ ուղարկեց, այն ճանապարհովը գնացի, եւ ամաղեկիցների թագավոր Ակաբին բերի, եւ ամաղեկին բնաջին ճարեցի։ Սակայն ժողովուրդը այն ավարիցը ոչխարներն ու արջարները վեր առավ։ Նզովացներից շատ լավերը, որ գաղգաղայում է, քո Տեր Աստծուն զոհեն։ Էլի չի հասկանում, հա այս ամեն ինչը արել եմ, այս ամեն ինչը արել եմ զուտ ես նպատակի համար, որպեսզի քո Տեր Աստծուն զոհ մատուց անեմ։ Գիտես, մարդ կա, որ գալիս է, խորհուրդ է ուզում հարցնի, ինչ որ խնդիրի մեջ է, ու դու իրան խորհուրդ ես տալիս, ինքը գիտես ոնց ինչ խորհուրդ է սպասում, որ դու իրան ասես ապրես լավ ես արել։ Կամ լսի դու ճիշտ ես, այս բանը որ դու արեցիր, դու ճիշտ ես արել, բայց իրականում այդ չի, դենց չի։ Հա, գիտես, բերել եմ, որպեսզի խո իմ համար չեմ բերել, Աստծու համար եմ բերել, որ Աստծու համար զոհ մատուցանեմ։ Եվ Սամուելն ասեց. միթե Տերն այնքան հավանում է ողջակեզներին եւ զոհերին, ինչպես Տիրոջ ձայնը լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարպերից։ Լսի ասում է, քեզ ինչ ա թվում։ Կարող է մտածում ես մի երկու գար, մի երկու ոչխար կարած բերես, Աստծուն տաս, ասես այն որ այս արածը չեմ արել, այն որ մի հատ մեղք եմ գործել, աչք փագել սրա վրա։ Տենց ենք մենք մտածում ժողովուրդ։ Կամ հələ նայ ինչ մի հատ գառա, սենց գար չկա, նայ աղջի ոչ տվել ենք աղալիզե, ոչ է ջուր ենք խմծրել, որ չաղերևա, իրականում փարտամ գառա, բերել եմ սենց հավեսով, որ մորտես կտենաս, միս ճարպ, այ սենց ընտիր խաշլամայի կամ խորովածի գառա։ Մենք էձև մտածում եք կարանք Աստծուն համոզենք։ Այդ մոդեցում ունենք, մի բան պոգենք, այն ինչը որ Աստված ասել է, դրա այդ գործ ունես, դրան չկպնես, դա վերացրու, բայց մտածենք, որ մի երկու բան կդամ, բերանը կփագեմ։ Չի եղնի, սիրելիս։ Չի եղնի։ 23-րդ խոսքը, որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես եւ անհնազանդությունը կռապաշտության պես է։ Որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Փառք Հիսուսին։ Ապստամբությունը, եկեք մի հատ էլ այդ տեղը կարդանք, որովհետև ապստամբությունը կախարդության պես է եւ անհնազանդությունը կռապաշտության պես է։ Պատկերացնում եք ինչի հետ է համեմատում Աստված։ Պատկերացնում եք Աստված ինչի հետ է համեմատում ապստամբությունը կախարդության հետ, անհնազանդությունը կռապաշտության հետ, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Նաև Իսրայելի
Նաև Իսրայելի ապավենը սուտ չի խոսիլ եւ չի զղջալ, որովհետեւ նա մարդ չէ, որ զղջա։ Եվ Սավուղն ասեց. թվում է թե պետք է ապաշխարի։ Եվ Սավուղն ասեց. մեղ գործեցի, աղաչում եմ։ Հիմա ժողովրդի ծերերի առաջին ու Իսրայելի առաջին ինձ պահիր։ Դե արյու մի ասա, եղբայր դու քեզ ես սիրում։ Կեղնի ինձի պահես էլի։ Կեղնի ինձ իմ համար ասես, որ այս բանը որ արել ես, ոչինչ։ Դե մեր Սավուղն է, ներենք թող գնա։ Հիմա սխալվել է մարդը, ով չի սխալվում։ Այս վերջերս մի տհաճ խոսակցություն ունեցա մի եղբոր հետ։ Գիտեք ինչն էր տհաճը։ Երբ որ մարդուն մարդկային լինելուց դրտված փորձեցի օգնել, ու գիտեք վերջում որ մի պատմություն սարքեց, որ հարցրեցի ինչի դենց արեցիր, խի դենց արեցիր, գիտեք ինչ ասեց։ Իմ բառերով ասեմ, դու ես մեղավոր։ Խի չէիր պատկերացնում, չգիտեիր որ մարդ ես, կարող անգարցը դենց է ստացվի։ Դու քեզ ես սիրում։ Ծերերի առաջ արել ինչ կեղնի, որ հանգարց ժողովուրդը չասեն, տենան որ դու իմ հետ ես, դու իմ կողքը եղի, դու ինձի բազերշկա երա, տենան որ դու իմ հետ ես։ Դու քեզ ես սիրում։ Նայեք, Աստծո խոսքը նոր ուխտը կառուցված է սիրո ու զոհի վրա։ Եվ Աստված այնքան սիրեց, որ իր միածին որդուն տվեց։ Աստված սիրեց եւ Աստված տվեց։ Իսկ ես սիրեցի եւ վերցրեցի, տալու բան չունեմ, որովհետեւ ես սիրեցի ում ինձ։ Ես ինձ եմ սիրում։ Մարդու հետ բան ես խոսում, բացադրում ես, որ Աստծո խոսքն է ասում, ես չեմ ասում, տալը ավելի լավ է, քան վերցնելը, մտածում ես ինչ որ մի բան ուզում ես իրանից պոգես, ես քեզանից ոչ մի բան չեմ ուզում։ Ես ընդամեն իմ ուզածը այն է, որ քո ընտանիքի մեջ լավ հայր լինես, քո բաժնի մեջ հավատարիմ եղնես, քո ընտանիքի մեջ լավ մայր եղնես, քո բաժնի մեջ հավատարիմ եղնես։ Ես ինձ երբեք թույլ չեմ տալիս մտնեմ մարդկանց ընտանիք, բայց եթե մարդը գալիս է խորհուրդ վերցնելու, սերից եթե պետք է խորհուրդ տամ ու չընդունես, խի ես գալիս։ Ես ինձանից խորհուրդ չեմ տալի, Աստծո խոսքից դուրս էլ բան չունեմ ասելու։ Աստծո խոսքից դուրս բան չունեմ ասելու։ Կարող է այս մոմենտը մի հատ սենց անենք։ Եվ Սամուելը Սավուղի հետևից դարավ եւ Սավուղը Տիրոջը երկրպագություն արավ։ Հալելույա։ Գնաց երկրպագություն ու զոհ արեց։ Սերից գիտես, մենք 3 շաբթի օր ունենալու ենք երկրպագության երեկո։ Հավատում եմ, որ Աստված յուրահատուկ ձև է գործելու, ոնց որ ամեն օր Աստված յուրահատուկ հրաշքներ է անում։ Քեզ կոչ եմ անում, որ դու գաս երկրպագության երեկոյին։ Այդ օրը ոչ մեկ քո համար չի աղոթելու։ Փառաբանության թիմը երկրպագելու է։ Դու քո տեղում կանգնած երկրպագելու ես Տիրոջը։ Ինքդ կանգնելու ես ու աղոթես երկրպագելու ես Տիրոջը։ Ես քեզ մի հատ կոչ անեմ։ Եթե ասում են շատ է եղել, որ ասում եմ ոչ մեկի համար չեմ աղոթելու։ Մի արեք, կամ այսօր ոչ մեկի համար չեմ աղոթում, կամ ծառայության վերջում մի մոտեցեք, կամ ժամանակը վերջանում է ժողովուրդ ջան, արեք դուրս գանք դալիճից։ Գիտես, այն որ ասում են, ես գնամ մի հատ իմը պոգեմ,
ու գնամ էլի մեկ էսենց գալիս ես ես մի քիչ բան կարդայդություն կա ես մի քիչ ուրիշ եմ էլի ես գնամ իմը պոգեմ սելիս հավատա այնով որ մի ժամից ավել կանգնած էր հերթի մեջ ու այդ օրը մի գուցե մի քիչ նեղված ու վիրավորված որ ադե հովիվը ինչի՞ չթողեց որ իմ համար աղոթեն ու ինքը գնալուց ճանապարհին կտենա որ ինքը արդեն իրանը վերցրել է բայց այն որ մարդը գալիս է որ չէ մի հատ ես արանքը ճեղքեմ պարտադիր որտեվ Աստծո խոսքը ասում է ուժեղներին նա արքայությունը ես մի քիչ ուժեղ եմ գնամ վերցնեմ ոչ հնազանդվում ես համ հագարակվում ես համ չես հնազանդվում Всё աղոտելա էսա Աստված հրաշքը կենի ու սպասում է ինչի չեղավ որովհետև չհնազանդվեցիր Որովհետև չէ էլի եկարոր պոգես, այստեղ ես նույն վիճակն է, չէ ես մի հատ գնամ էլի, եւ մի հատ դու իմ հետ արի, պարտադիր իմ հետ արի, դու այնքան լավ է որ դու իմ հետ գաս, շատ կարեւոր է որ դու իմ հետ գաս, արի թող մարդիկ տենան որ դու Սամուել, դու իմ հետ ես, հոյ վարի իրար հետ եշտանք որ մարդիկ տենան, դու իմ հետ ես, ուզում ես հարցնես, այդ որ Աստված հետդ չի հեչ, որ ես հետդ եմ մեջ, հա Ինչ կարևոր է ով է քո հետ Եթե Տերը քո հետ չի Եթե Տերը քեզ թողել է Ինչ ուզում ես սա եպիսկոպոսներին աշխարհի եպիսկոպոսներին հավաքի բոլորին լավ ծանոթներ ունես սա աշխարհը խառնի որ սա աշխարհի եպիսկոպոսները գան կանգնեն քո հետ զոհ մատուցեն քո հետ երկրպագություն անեն բայց մեկը Աստված չի ընդունելու քո երկրպագությունը Որտեվ ասում Աստված զղջացել է, մարդ չի որ սուտ ասի ու հետո զղջա որ դենց բան ասե, չէ։ Գիտեք խենք մենք դենց անում, մենք մեզ ենք սիրում։ Ես ասեր մարդու մի հատ ուրիշ բառ են ասում, մի քիչ ավելին հենց հասկանալի, էգոիստ։ Չուզեցի վերնագիրը էգոիստ դնել։ Ես ասեր մարդիկ իմ համար լավ եղնի, այ իմ համար լավ եղնի։ Իմ ընտանիքի համար ես ամեն ինչ անում եմ իմ ընտանիքի համար, ամեն բան անում եմ։ Սկսում ես քնել, հասկանում ես որ ամեն ինչ անում է իր համար անում։ Մի հատ հարուստ մեծահարուստ եղբայր հրավիրել էր ինձ իր տուն հյուրասիրություն էր կազմակերպել հրավիրել էր իր տուն ու ներսիցս առաջնորդություն կար որ պետքա գնայ նենց չի որ ինքը հարուստ էր դրա համար չէ ես ընդհակառակ ուրիշ ձև եմ վերաբերվում այդ ամենին ու գնացել եմ ու ինքը մինչև իրանց տուն գնալը ու այնքան ագովում, էս եմ արեի մնդանիքի համար, են եմ արեի մնդանիքի համար, էսի եմ արեի մնդանիքի համար, էս, սենց, տնով, տեղով, ավտոյով, ամեն ինչով, ամեն բան արել եմ իմ մնդանիքի համար։ Քաղաքից դուրս, մի հատ լավ շքեղ տուն, բնություն, ամեն ինչ, այն ինչը որ ես սիրում եմ, ինձի դուր է գալիս այդ ամենը, ոչ թե շքեղ տուն, այլ բնություն է։ Մի հատ մեծ շքեղ մեքենա ու գիտես ինչ հարցնում եմ ասում եմ բայսի խես տեղ արեցիր էլի խի քաղաքում չես արել որ երեխեքի համար հարմար եղնի դասի գնալը դե ես բնությունը սիրում եմ ես ասում եմ բայց մեքենա խես վեկալել էլի ես դե պարկովկի չկա բան դե ես սիրում եմ Սարոձոր գնալ ես Հոջան հենց դիվանի վրա նստի, էսի գիտես խեմ վերցրե, ասեմ, էս կրեսլոյին հենց նստի։ Գիտես էսի խեմ վերցրե եղբայր, որ հոգնած գալիս հենց նստում եմ, մեջքս հենց մի տեսակ մասաժ անում, չգիտեմ եսի ինչ անում։ Ես, էլի ինքը, ամեն ինչ իր համար։ Էս սեղանը գիտես խեմ այսպես արե։ Որովհետև սենց ու ինչ ասում է, ես հասկացա, որ ամեն ինչ ինքը իր համար արե, ընտանիքի համար չարե։ Ուղղակի իր ընտանիքը տեղ այդ ամեն ինչի մեջ օգտվում է։
Ու երբ որ խոսում ենք, կինը գիտեք ինչ ասեց, ասում է, ես համաձայն էի, որ քաղաքում ապրեինք, թեկուզ երկուսենականոց բնակարանում, բայց քաղաքի մեջ եղնեինք, երեխեքին դասի գնալը հարմար եղներ, գոնե երեխեքին կարենայինք սպորտի տայինք, ոչ թե դասի տանենք, դասից բերենք տուն, երեխեքը ոչի բան չուներ, ուզում է ասե, եղբայր, դու քեզ ես սիրում, որ վերջում դուրս եկա, այն գիտեմ, որ պետք է ասեմ, բայց ընտանիքի դեմ չէ, ասես ինչ արել ես, քո համար ես արել, հիմա սկսի ընտանիքիդ համար անել, եթե չես հասկանում խիք ու մեկը երկուս չի եղնում, որտև դու ինչ անում ես, քո համար ես անում, ինչ անում ես, քո համար ես անում, ես մեկենան էլ ես քո համար արել, ես տունն էլ ես քո համար սարքե, ես տան մեջի ամեն ինչն էլ քո սրտով ես արել, քո համար լավ եղնի, հիմա ընտանիքիդ համար արա, հիմա երեխեքիդ համար արա, հիմա կնոջդ համար արա, վիրավորվեց, նեղացավ, գնաց, ու մենք էլ երբեք չենք տեսնվել, սիրելիս, հատուկ նեղացողների համար եմ ասում, եթե դու սպասում ես, որ պետք է ամեն բան ասեմ նենց ինչը որ քեզ է դուր գալիս չի եղնի դենց ես ասելու եմ այն ինչը որ Տիրոջն է դուրս գալի որ հանգարց որևիցե մի մարդ ես չգա ասի Աստված քեզի կատնարատ գյուղի չգիտեմ որտեղից բերեց Կրասնոդար հովիվ դրեց Ինչի Տիրոջ խոսքը չարեցիր, որ ես էլ արտարան եմ, դե հասկանում եք, օրինակ չգիտեմ, օրինակի համար Սիմոնը, դե ինք այնքան լավն էր, ես ուղղակի փորձեցի իրան շանս տալ, ինչի իրան չասեցիր, որ մեղքի մեջ ես ապաշխարի, ինչի սավուղ չասեցիր, հələ մի վարյան, տղերք, զորք, զինվորներ, ժողովուրդ, Տերը ասել է, որ ոչ մի բան պետքա չվերցնենք, ամենը պետքա վառենք, ոչնչացնենք, չէ, այս ամեն ինչը վերցնենք, գիտես ինչի, որտեղ ուզեցավ լավամարդ եղնի, լավը երևա ինքը, դες ինչ լավն է, թույլ տվեց վերցնեմ, Տիրոջ համար զոհ ենք անելու, թոբա թե Տիրոջ համար զոհ էր անելու, Տիրոջ համար զոհ անելը, գիտես որ կյաներ, Տիրոջ խոսքին հնազանդվեր ու հենց այդ բան զոհ աներ, որ Աստված ասել էր չվերցնես, արևոդի կանգնենք, խնդրեմ փառաբանության թիմը գա, որ ինչ-որ մի հատ բան անելուց կանես, սիրելիս, քեզ խորհուրդ կտամ, մի հատ քննես խի ես անում, որովհետև դա քեզ ա դուր գալիս, թե որտև դրա կարիք իրոք կա, որ ուզում ես գնաս, չգիտեմ, iPhone 18 առնես, արդեն գրանցվել ես, սպասում ես, որ iPhone 18-ը դուրս գար, մեծ քննիկ ես, խի ես անում, դրա կարիքը կա, ծառայությանդ համար ա պետք, աշխատանքի համար ա պետք, թե ուզում ես ունենաս, թե գուրգենն ունի, ես էլ ունենամ։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, մի բան անելուց առաջ, մի հատ նայ, քննիկ ես, ինչի ես այդ ամենը անում։ Դրա կարիքը կա, թե դու քեզ ես սիրում, ուզում ես քո համար լավ եղնի, ուզում ես քեզ բավարարես։ Սիրելիս, մի հատ բան ասեմ, ինձանից առաջ հազարավոր տարիներ առաջ ինձանից իմաստուն մարդ ասել է, ամեն բան ունայն է։ Ինչը որ աչքից դուր էր գալիս արեցի, բայց այդ ամենը ունայն էր, չզրկեցի ինձի։ Ինչի, որովհետև ես ինձ եմ սիրում, ես ուզում եմ ունենամ, բայց նայ դրա կարիքը կա։ Ունես դրա կարիքը։ Թե դու իրոք քեզ շատ ես սիրում, լավ է որ դու քեզ սիրում ես, հարգանքով ես վերաբերվում քեզ, միգուցե հետը քո հետ խոսալուց քո մասին դու քով ես խոսում, բայց նայ Աստված ոնց է այդ ամեն ինչին նայում, նայ Աստված ոնց է նայում, ինչ կարծիք ունես, այ որ դու ասում ես, այ ես արեցի, Տիրոջ խոսքը պահեցի, Աստված ասում է, չէ, չես պահե, սավուղ չես պահե, քո աչքերի առաջա որ դու սուրբ ես, քո աչքերի առաջա որ դու լավն ես, քո աչքերի առաջա որ դու կատարել ես, հələ արի մի հատ իմ աչքերով նայի, բա ոնց քո աչքերով նայեմ, Տեր ջան, էսա, իմ աչքերը այստեղ է, էսա, մի հատ հələ նայի, մաքուր ես թե չէ, սուրբ ես թե չէ, սուրբ կյանքով ես ապրում թե չէ, ձգտում ես սրբության թե չէ,
Չէ, բայց ես ամեն ինչ անում եմ։ Կարդում ես, հասկանում ես, որ չէ։ Իրականում դենս չի։ Գիտեք ինչ կանեմ, ես ինքս ինձ բռնացրել, որ ես ինչը որ անում եմ, պետքա չանեմ։ Չեմ դատապարտվում, որովհետև չգիտեի, որ պետքա չանեմ։ Բայց հենց որ բայն որ Տերը բացեց, որ սա իմ աչքին հաճելի չի, ես դատարեցի անելուց։ Այլ որ շարունակեի անեի, որ հանգարց անեի այն, ինչը որ Տերը ինձ չի ասե որ անեմ, երևի սավուղից բետար օրը կգնեի։ Ինչ լրություն է ժողովուրդ։ Հիմա ինչ մտածում եք, հարցեք տալիս ես, հա կարող է ես ինձ շատ եմ սիրում։ Դու ինչ-որ բան ստացար, փառք Հիսուսին։